Կոտայքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական հատվածում։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի Սարավանդը, Մարմարի գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաք Երևանին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից Արարատի մարզերին։ Հայաստանի միակ մարզն է, որը չի սահմանակցում հարևան որևէ պետության հետ։ Միևնույն ժամանակ Կոտայքը 4 մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են Երևանին։ Ըստ ընդունված վարկածի, Կոտայք անվանումը կապված է մեծ հայքի Արշակունի թագավոր Խոսրով Կոտակի անվան հետ։ Մեկ այլ վարկածի համաձայն Կոտայք անվանումը կապված է հին աշխարհյան նույնանուն ցեղանվան, Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող Էթյունի երկրի անվան հետ։ Ղևոնդ Ալիշանը հնարավոր է համարում, որ նույն նշանավոր աշխարհագրագետ Կլավդիոս Պտրոմեոսի հիշատակած Կոտակենե գավառը նույն Կոտայքն է։ Որոշ աղբյուրներ փաստում են, որ Կոտայքի անվանումը կապված է միջնադարյան Հայաստանում ապրող մի իշխանի անվան հետ։ Որոշներն էլ այն պայմանավորում Գեղարքունիք գավառի Կոտ կամ Կոթաքար գյուղաքաղաքի անվանումով, իբրև Կոթա փոխադրվածների կամ Կոթայեցիքի գավառ։ Կոտայքի մասին տեղեկություններ են պահպանվել Անանիա Շիրակացու աշխարհացույցում և մատենագիրների երկերում։ Հայ պատմիչներից առաջին հիշատակությունը Սեբեոսինն է։ Արաբ պատմագիր Բալաձորին Կոտայքը հիշում է կույտա ձևով։ Միքայել Չամչյանը այլ սկզբնաղբյուրներից օգտվելով Կոտայքն անվանում է Խատա կամ Խատայոց։ Կոտայքի արևմտյան մասը հնում մտնում էր Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը Մազազք գավառների կազմի մեջ։ Կոտայք գավառի մասին տեղեկություններ պահպանվել են 7-րդ դարի աշխարհացույցում և հայ մատենագիրներ Սեբեոսի, Թովմա Արծրունու, Ասողիկի, Կիրակոս Գանձակեցու, Ստեփանոս Օրբելյանի և Զաքարիա Քանաքերցու աշխատություններում, հայկական հին ձեռագրերում և հիշատակարաններում։ Նրա անցյալի պատմական և մշակութային կյանքի վկայություններն են Կոտայքում պահպանված բազմաթիվ հուշարձանները։ Ըստ հնագույն վկայությունների, Կոտայքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարավոր տարիներ առաջ։ Հրազդան բնակավայրի շրջակայքում հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին հազարամյակների դամբարանադաշտեր և մեր թվարկությունից առաջ 13-րդ դարի քարավանատուն։ Վաղ ժամանակներում մարզի ներկայիս տարածքում և հարակից շրջաններում ապրող ուրարտացիները կարողացան միավորել տեղի ցեղախմբերին և ստեղծել Վանի թագավորությունը, որի մեջ էլ մտնում է Կոտայքի տարածքը։ Ըստ Վանի թագավորության արձանագրությունների, մարզի ներկայիս տարածքն ընդգրկվում էր Էթյունի խոշոր ցեղային միության տիրապետության մեջ։ Աբովյան քաղաքի տարածքում հայտնաբերվել է Արգիշտի առաջին թագավորի սեպագիր արձանագրությունը։ Քաղաքի հարավային մասում կա մեր թվարկությունից առաջ երկրորդից առաջին հազարամյակի Կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Կոտայքի մարզի ներկայիս տարածքը եղել է հին հայերի հեթանոսության գլխավոր կենտրոններից մեկը։ Այստեղ է գտնվում Հայաստանի տարածքում մինչ օրս պահպանված միակ հեթանոսական կառույցը՝ Գառնու տաճարը, որը նվիրված է հին հայկական դիցարանի արևի աստված Միհերին։ Վաղ միջնադարում այս հողերը պատկանել են հայոց թագավորի կալվածքները տնօրինող վարաժնունիների տոհմին։ 5-րդ դարում հովիտն անցավ հայկական ազդեցիկ կամսարական տոհմի տիրապետության տակ, որը սերվել էր Իրանի 7 մեծագույն տներից մեկի Կարենյաններ Պահլավոնիներից։ Կամսարական տոհմի հետնորդ Պահլավոնի տոհմի առաջնորդ Գրիգոր Մագիստրոսը 1033 թվականին հրամայեց Ծաղկաձոր ավանում կառուցել եկեղեցի, որը կոչեցին Գրիգոր Լուսավորիչի անունով։ Արդյունքում հիմնվեց Կեչարիս վանական համալիրը։ Արշակունիների ժամանակ Կոտայքը պատկանում էր հայոց արքունիքին, իսկ 5-ից 7-րդ դարերում, ըստ որոշ տվյալների, Ամատունյաց նախարարական տանը։ Կոտայքի տարածքը կռվախնձոր է եղել ամատունիների և հայոց իշխան Գրիգոր Ա. Մամիկոնյանի միջև։ Ըստ հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դարասխանակերտցու գրառումների, Արամոնց գյուղը եղել է հայոց կաթողիկոսական կալված։ 9-ից 10-րդ դարերում պատկանել է Բագրատունիների թագավորությանը, իսկ 10-րդ դարի վերջում գավառը նվիրվել է Պահլավունների իշխանական տոհմին։
Հետագայում 12-ից 13-րդ դարերում տարածքը եղել է Զաքարյանների իշխանության տակ և պատկանել է Իվանե Զաքարյանին, ինչպես նաև նրան ենթակա հայ իշխաններին։ 13-ից 15-րդ դարերում վերջինիս մի մասն անցել է Պրոշյանների և Խաղբակյանների ենթակայության տակ։ 1253 թվականին ներկայիս մարզի տարածքի մի մասը Մանգոխանը շնորհել է իշխան Սմբատ Օրբելյանին թուրք սելջուկների և թաթար-մոնղոլների տիրապետության շրջանում։ Տարածքի հետագա տիրապետողների թվում եղել են Ակկոյունլու, Կարակոյունլու ցեղախմբերը, Սեֆյան Պարսկաստանը, իսկ 18-րդ դարի կեսերին Կոտայքը ձևավորել է Երևանի խանության Կարբի Բասարի և Կրխբուլաղ մահալները։ Այս տարածքը նույնպես ենթարկվել է Շահ Աբասի իրականացրած բռնագաղթին, ինչի հետևանքով բնակիչները լքել են այն։ 1828-ից 1829 թվականներին Արևելյան Հայաստանում Ռուսաստանի տիրապետության հաստատումից հետո այն մտել է Կոտայք գավառի մեջ։ Թուրք-պարսկական տիրապետության օրոք բաժանված էր Երևանի խանության Կրխբուլաղի և Կսանի Բասարի մահալների միջև։ Արևելյան Հայաստանը վերջնականապես Ռուսաստանի միացվելուց և Երևանի նահանգը կազմվելուց հետո Կոտայքը մտավ այդ նահանգի մեջ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Շրջանում չկային արդյունաբերական քաղաքներ, գյուղերը փոքր էին և անբարեկարգ։ 1918 թվականին Կոտայքը ներառվում է Հայաստանի առաջին հանրապետության Այրարատյան նահանգի կազմում, սակայն 1920 թվականի ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի արդյունքում բռնազավթվում է Խորհրդային Ռուսաստանի կողմից։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո խորհրդային իշխանության առաջին տարիներին մինչև 1925 թվականի հոկտեմբերի 20-ը Կոտայքը որպես գավառակ մտել է Երևանի գավառի մեջ, այնուհետև դարձել առանձին շրջան։ Ավելի ուշ մարզի տարածքում ձևավորվում են Հրազդանի, Նայրի և Աբովյանի շրջանները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 1941-ից 1945 թվականներին Նայրի, Աբովյանի և Հրազդանի շրջաններից ԽՍՀՄ-ի բանակ է զորակոչվում 7350 հոգի։ ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով է պարգևատրվում 4735 մարդ։ Նրանցից երկուսը Հրանտ Բաբայանը և Սերգեյ Սարխոշը արժանանում են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ Իվան Միրզոևը դառնում Փառքի շքանշանի 3 աստիճանների ասպետ։ Պատերազմի ժամանակահատվածում Կոտայքում կառուցվում է Գառնիի ջրանցքը, որն ազատ գետի ջրով ոռոգում է 800 հեկտար հող։ 1945 թվականին շահագործման է հանձնվում Գառնիի էլեկտրակայանը, այնուհետև նաև Քանաքեռի ջրհան-կայանը։ Ետպատերազմյան տարիներին զգալի փոփոխություններ են տեղի ունենում Կոտայքի տնտեսության կառուցվածքում։ Աննախընթաց չափով աճում է արդյունաբերության, տեսակարար կշիռը շրջանի տնտեսության ընդհանուր հաշվեկշռում։ Արդյունաբերական ձեռնարկությունների հետ մեկտեղ շրջանում հայտնվում են նոր բնակավայրեր, նոր հաճան և արձանի ավանները։ 1958 թվականին շրջկենտրոններ Քանաքեռ և Ավան գյուղերը միացվում են Երևանին։ 1991 թվականին Խորհրդային Միության անկման արդյունքում Կոտայքի ներկայիս տարածքը դառնում է Հայաստանի Հանրապետության մաս։ 1995 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն ստեղծվում է ներկայիս Կոտայքի մարզը Հրազդան կենտրոնով։ Կոտայքի մարզն աչքի է ընկնում ներքին ջրերի առատությամբ։ Գետերից Հրազդանը, Գետառը, Ազատը ունեն ոռոգիչ նշանակություն։ Ակնա լճի ջրերով ջրամիացվում են ամառային արոտավայրերը։ Հրաբխային ապարների մեջ ներծծված ջրերն աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև Հրազդան և Ազատ գետերի կիրճերում։ Հայտնի են 40 ակնի, Գառնի և Արձնու աղբյուրները, որոնց ջրերը հասնում են Երևանին և օգտագործվում կենցաղային և արդյունագործածական նկատառումներով։ Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերի տարածքներում կան տասնյակ լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Կոտայքի մարզի լճերը տնտեսական նշանակություն գրեթե չունեն։ Դրանք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակներով և ունեն տեղական նշանակություն։ Մարզի ջրամբարներն օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նկատառումներով։ Հայտնի են Մարմարիկի և Աղբյուրակի ջրամբարները։
Կոտայքի մարզի ստորգետնյա ջրերի պաշարները բաշխված են անհամաչափ։ Ստորգետնյա ջրերը մեծ նշանակություն ունեն ջրային հավասարակշռության մեջ։ Կոտայքի մարզում կան նաև մի քանի ջրառատ ջրվեժներ։ Դրանցից ամենաջրառատն ու բարձրադիրը Գողթ գյուղում գտնվող Խոսրովի ջրվեժն է, որն ունի 8 մետր բարձրություն։ Ջրվեժն ունի զբոսաշրջային կարևոր նշանակություն։ Ճահիճների թիվը բավականին քիչ է։ Տարեցտարի դրանց քանակն էլ ավելի է կրճատվում։ Կոտայքի մարզի կենդանական աշխարհը համեմատաբար ավելի աղքատիկ է։ Կոտայքի մարզը տեղադիրքով միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի, իրանական, փոքրասիական ու պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ աշխարհագրական շրջանների ազդեցությունը Հայաստանի և առանձին մարզերի կենդանական աշխարհի տեսակների վրա։ Կոտայքի մարզի կենդանական աշխարհին բնորոշ են հիմնականում լեռնատափաստանային կենդանատեսակները։ Մարզի տարբեր շրջաներում հանդիպում են գայլ, աղվես, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ և այլն։ Մեծ է նաև օձերի տեսակների բազմազանությունը։ Կոտայքի մարզի տարբեր գոտիներում հանդիպում են ինչպես անվտանգ, այնպես էլ թունավոր օձեր։ Կոտայքի մարզի սողունների գլխավոր ներկայացուցիչներից է հայկական լեռնատափաստանային իժը, որն ապրում է մարզի լեռնային շրջաններում։ Այս աշխարհագրական տեղամասում ապրում են նաև մի շարք թռչուններ՝ ալպիական ճայ, կովկասյան մայրեհավ, տափաստանային արծիվ և այլն։ Կոտայքի մարզը սակավ անտառածածկ վարչատարածքային միավոր է, իսկ բուսական աշխարհը նման է Հայաստանի մյուս շրջաններին։ Կոտայքի մարզի բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ աճում է հաճարենի, կաղնի, բոխի, ծոճի, լորենի, կեչի, թեխի, հացենի և այլն։ Կոտայքի մարզում հատկապես առատ են մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլորը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն։ Կոտայքը Հայաստանի այն երկու մարզերից մեկն է, որտեղ հայտնաբերվել են բրածո բույսեր։ Բրածո բույսեր հայտնաբերվել են նաև Տավուշի մարզում։ Դրանց համալիրներն աչքի են ընկնում իրենց հազվագյուտ տեսակային կազմի բազմազանությամբ և առատությամբ։ Հայաստանում մինչև այժմ հայտնի բրածո ֆլորաներից ամենաերիտասարդը Նուրնուսինն է, որն աճում է միայն Կոտայքի մարզում։ Կոտայքի մարզում կան մի շարք մշակութային օջախներ, գրադարաններ, թանգարաններ, թատերասրահներ և այլն։ Մարզում առկա է 66 գրադարան։ Դրանցից 14-ը գտնվում են Կոտայքի մարզի քաղաքներում, իսկ մնացած 51-ը գյուղերում։ Եվս մեկն ունի մարզային կարգավիճակ և համարվում է Կոտայքի մարզի գլխավոր գրադարանը։ Նշանավոր գրադարաններից է Ծաղկաձոր քաղաքի հանրային գրադարանը։ Այն 2013 թվականին ստացել է հանրային կարգավիճակ ի շնորհիվ նորագույն կահավորման, գրական բազայի և տեխնոլոգիական զարգացման։ Բացի գրադարաններից Կոտայքում գործում են նաև թանգարաններ և մեկ պատկերասրահ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ։ Դրանք են Հրազդանի երկրագիտական թանգարանը, Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը, Ծաղկաձորի Օրբելյան եղբայրների տուն թանգարանը, Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը և Գառնի պատմամշակութային արգելոց թանգարանը։ Միակ պատկերասրահը գտնվում է Հրազդան քաղաքում և համարվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը։ Կոտայքում գործում են մի շարք մշակութային տներ և գեղարվեստական դպրոցներ։ Այստեղ գործում է թվով 23 մասնագիտական գեղարվեստական կրթական հաստատություն։ Դրանց թվում են մարզում գործող 8 երաժշտական, 13 արվեստի, 2 գեղարվեստի դպրոցները 3514 աշակերտներով և 427 մանկավարժներով։ Որպես հենակետային դպրոցներ մարզում աչքի են ընկնում Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական, Երվանդ Քոչարի անվան արվեստի և Աբովյանի գեղարվեստի դպրոցները։